Հարգելի գործընկերներ, իմ հորդորը ոչ դուք լսեցիք, ոչ իշխանամետ կողմը, ոչ ընդդիմադիր կողմը։ Ես խնդրում եմ, որ մենք հարցը մասնագիտական քննարկենք։ Թեկուզ ես հիմա խոսում եմ խմբակցության անունից, բայց էլի քաղաքական գնահատականներ չեմ տալու եւ իմ նաեւ ֆրակցիայի գործընկերներին խնդրել եմ, որ ելույթներ չունենան, որովհետեւ իրենք գուցե չկարողանան մնալ զուտ իրավական դաշտում, իսկ իմ նպատակը դա է, եթե մենք այստեղ հիմա քաղաքականացնենք, այս հարցը որևէ արդյունքի չենք հասնի։ Ինչու եմ հիմա խոսում, որ մտածում եմ գուցե հաջորդ 10 րոպեները ինձ չբավարարեն ամեն ինչ ասելու համար, ուստի հիմա էլ եմ ուզում խոսել։ Եվ ուզում եմ անդրադառնալ մի քանի խնդիրների, ինչը հերթականությամբ արձանագրել եմ, չնշելով падգամավորների անունները։ Այո, ես կոչ եմ արել եւ հիմա էլ խնդրում եմ, որ բոլոր խմբակցությունները միայն իրավաբաններ ներկայացնեն այս ժամանակավոր հանձնաժողովի մեջ աշխատելու համար, որպեսզի հնարավորինս չքաղաքականացվի կամ սակավ քաղաքականացվի։ Ավելին, համաձայն եմ նաև փակ նիստերի գաղափարի հետ, ինչը հնչել է ոչ հանձնաժողովում, դրանից հետո ինձ հետ քննարկումների ընթացքում, դրան էլ եմ համաձայն, եւ պետք է մեր նիստերը բաց գումարենք միմիայն հանձնաժողովի որոշման դեպքում, այսինքն որպես կանոն կողմ եմ, որ նիստերը փակ լինեն։ Հաջորդ դիտողությունը, որը հնչել է, գաղտնիությունը պահպանել քրգործերով, ասում են, այսպիսի սահմանումը քրեական օրենսգրքով նախատեսված չէ, այսինքն մենք իրավունք չունենք ծանոթանալ նախաքննական նյութերին եւ այստեղ էլ խոստանալ, որ խոստանում ենք այդ նախաքննական գաղտնիքը պահպանել։ Գիտեք ինչ կա, կանոնադրությունը նախատեսում է падգամավորի համար լիազորություն պահանջել պետական, կառավարման, տեղական, ինքնաբոլոր մարմիններից համապատասխան նյութեր, տեղեկանքներ եւ այլն։ Քրգործը նյութ է, այնտեղ չի գրած բացի քրեական գործերից։ Հիմա դուք ինձ ասում եք քրդատով այդ նյութերի հետ ծանոթանալու իրավունք ունեն միայն քննիչի եւ դատախազի թույլ, այո, բայց դա վերաբերվում է պրոցեսի մասնակիցներին, ոչ թե падգամավորներին, որտեղ քրդատը կարգավորում է միմիայն քրեական դատավարության մասնակիցների իրավունքների ու լիազորությունների շրջանակը նաև պարտականությունները։ Այստեղ ես լավ էր, որ նոր պարոն Վարդապետյանը այդպիսի շատ լավ իրավաբանական ելույթ ունեցավ, ես շատ կարևորում եմ այդ խնդիրը, հասկանալի է, բայց մենք քրդատը բերել ազգային ժողովի կանոնակարգի հետ կապել չենք կարող։ Քրդատը տուժողի, մեղադրյալի, կասկածյալի, դատախազի, քննիչի, դատավորի եւ այլնի, նիստերի քարտուղարու եւ այլնի իրավարաբերություններն է կարգավորում, ոչ թե ազգային ժողովի, ասում եք իրավունք չունենք։ Հաջորդը, ես կարծում եմ ինչն է մեզ երաշխիք լինելու։ Հիմա այստեղ այնպես է ստացվում, ոնց որ այդ լիազորությունները տալիս եք Ջհանգիրյանին։ Ինչ չեք տալիս։ Դա տալիս եք այդ ժամանակավոր հանձնաժողովին, որը քաղաքական, այսպես հավասարակշիռ մեխանիզմով է ձևավորվում։ Ես ընդունել եմ այո էթիկայի հանձնաժողովի ձևավորման այդ ձևը կամ հաշվարկը եւ համաձայնել եմ այդ առաջարկի հետ։ Հակառակ դեպքում ամեն մի խմբակցություն կներկայացներ մեկ թեկնածու կամ երկուս, որով ընդդիմությունը կունենար մեծամասնություն։ Բա ինչու եմ ես համաձայնել դրան, որպեսզի այնտեղ զորբայությամբ կամ քվեարկության արդյունքներով որոշումներ չկայացնենք, այլ որոշումները կայացնենք ըստ էության հարցը դիտելիս։ Ո՞յ չեք տալիս։ Մեր խնդիրը հետևյալն է, պարոն Ճշմարիտյանը այն գլխից այսպես թերահավատ էր ժամանակավոր հանձնաժողովի ինստիտուտին։ Իհարկե, մերը անգլիական պարլամենտական քննություն չի եւ ցավոք սրտի, որ այդպիսի քննություն չի, բայց մենք եղած լիազորություններն էլ, որոնք արդեն կիրառվել են նախկին ազգային ժողովի գումարման ժամանակ ստեղծված հանձնաժողովի կողմից, դրա նախկինը, դուք մոռանում եք, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված եւս ժամանակավոր հանձնաժողով էր ստեղծվել։ Եվ հատկապես այստեղ են օրինականության եւ հիմնավորվածության հարցի բարձրացումը ուղղակի այնտեղ եւս նախատեսված է, ուզում եք ընթերցեմ, եւ որևէ խնդիր չի բարձրացել։ Եվ մենք չենք բեկանում կամ չենք վերացնում որևէ դատախազի կամ քննիչի
դատավարական ակտ։ Մենք ուղղակի կարծիք ենք հայտնում։ Ավելին, մեծամասնություն առաջարկել է, որ այդ կարծիքը լինի միայն այս հանձնաժողովի կարծիքը։ Կարծեք թե մենք ուրիշի կարծիք պիտի հայտնենք։ Դրան էլ եմ գոհ։ Բայց եթե ես լսեմ տիկին Մարգարիտ Եսյանին, ասում են նուրբ խնդիր է, մի կպեք։ Եվ որ նուրբա չկպնենք, բասենց մնալով ի՞նչ է լինելու։ Այսինքն մենակ կոշտ չոր խնդիրներ դի ազգային ժողովը լուծի, նուրբ խնդիրների մեջ չպիտի մտնի։ Այդ ինչ բան է։ Ասում է ձեռի տվեք, մի լուծեք։ Մի փորձեք լուծել։ Ես մի քանի առարկություններ էլ ունեմ։ Օրինակ, պետական մարմինների եւ պաշտոնատար անձած առնչության վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ես շատ ուշադիր եմ գրել այս նախագիծը։ Ես հանցակցություն բառ չեմ նշել, պարոն Հապետյան։ Առնչություն եմ գրել, առնչակցություն էլ չեմ գրել։ Եթե ես գրեի առնչակցություն բառը, դուք ինձ կարող էիք ասել, դա իր մեջ պարտակում է նախատեսում եւ այլը, բայց ես առնչություն բառն եմ գրել։ Ես շատ ուշադիր ամբողջ իրավական դաշտը վերլուծելով եմ գրել։ Չի կարելի մտածել, թե ես այդքան միամիտ եմ։ Նահապետյան։ Ժամանակավոր հանձնաժողովը արդյունավետ չէ։ Այս խնդրին կարծես թե մենք անդրադարձանք։ Մենք որևէ լսում չենք կազմակերպում, որևէ վերահսկողական լծակներ չենք օգտագործում։ Եվ ասում ենք, քանի որ դա պատկան մարմինների խնդիրն է, թողնանք է լուծեն։ 5 տարի չեն լուծում։ Եթե գոնե 10-ից 2-ին, 3-ին հայտնաբերած լինեին, պատժած լինեին, ինչ է ձեզ թվում է ես քիչ մարդու մեղադրական եզրակացություն եմ հաստատել, դատի տվել, որ հիմա ուզում եմ դրանց թիվը ավելացնել, թե ես ինչ որ անձնական խնդիրներ ունեմ լուծելու։ Կանոնակարգով, ասում են ինչ պետք է անենք, հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց։ Ես պետք խնդրեմ ծանոթանալ մեր գործող կանոնակարգը։ Հիմա հոդվածը չեմ հիշում, ձեռքից տակ չի, բայց այդ հոդվածով եզրակացություն ներկայացնելուց հետո երկօրյա ժամկետում մենք կարող ենք ներկայացնել ազգային ժողովի որոշման նախագիծ, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովում հավանություն արժանանալուց հետո կարող է դրվել քվեարկության։ Շատ լավ լուծում է։ Այս Մարգարիտայի հոգու պարտքից ես անցա։ Ես պիտի նաև ասեմ, որ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ հարգելի գործընկերներ, ես գնացել եմ բոլոր հնարավոր զիջումներին։ Հետաձգել եմ հարցի քվեարկությունը, նաև նախագահական ընտրություններից հետո, նաև ԱԱՔ-ին ինձ վրա հարվածներ եմ կրել, նաև այդ ծնողների դժգոհությունն եմ հարուցել, բայց միայն նպատակ ունենալով լուծել մի խնդիր, որպեսզի մենք կարողանանք աջակցել մարտի 1-ի այս սպանությունների եւ մարմնական վնասվածքների բացահայտման խնդրին։ Ես չեմ ասում մենք դրանք բացահայտելու ենք, բայց ես վստահ եմ, եթե այնտեղ բարեխիղճ, օբյեկտիվ եւ հանդուրժողական մթնոլորտ ձևավորվի աշխատանքի, մենք որոշակի առաջարկություններ անպայման այդ եզրակացության մեջ կներկայացնենք։ Հավատացեք, այդպիսի լիազորություն այս հանձնաժողովը մեզ տալիս է։ Բայց միայն մի փորձեք այն գործիքները, որը արդեն կիրառվել են ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքում, հիմա կտրել, խզել։ Եթե մենք այդպես ենք վարվում, ուրեմն անիմաստ է ստեղծել այս հանձնաժողովը։ Եթե մենք քննիչներին, հետաքննիչներին, ինչպես պարոն Վարդապետյանն առաջարկում է, ինքը չէ իմանում է ովքեր են այդ հետաքննիչները։ Ամեն քրեական տեսուչ հետաքննիչ է։ Զորամասի հրամանատար հետաքննիչ է։ Հասկանում եք, եթե այդ բոլորին դե չեմ կարծում, որ իրավաբան է։ Շատ լավ, կներեք, եթե ես որևէ վիրավորական խնդիր չէի ուզում բարձրացնել։ Ուղղակի ասում, եթե հետաքննիչին, պարոն Սահակյան, մենք արգելում ենք, այդ նշանակում է մենք այդ գործերով որևէ ոստիկանի, բոլորը հետաքննիչ են, որևէ քննիչի եւ որևէ դատախազի չեն կարող կանչել։ Ուղղակի դառնում ենք արխիվային նյութեր ուսումնասիրող։ Արխիվային նյութեր ուսումնասիրելու համար իրավաբան պետք չի, պատմաբաններ կան ուսումնասիրեն։ Ահա։
Շատ լավ։ Հիմա ինձ ասում եք որոշ առաջարկություններ, պարոն Տաճատ Վարդապետյանի հնչած, ես կարող եմ նույնիսկ թվարկել, թե որոնք ես կարող եմ ընդունել։ Օրինակ, սպանություններ բառից հետո գրենք ամմահ պատճառելու։ Այո, առնվազն ներքին զորքերի սպայի այդ կապիտանի մահը կարող է եւ մահ պատճառելու որակում ստանա։ Բայց ես ինչ մեղավոր եմ, երբ քրեական գործի վարույթն իրականացնող, հատկապես կարևորագույն գործերով քննիչները այդ բոլոր 10 սպանություններով հարուցված գործերը հարուցել են 104 հոդվածի 2-րդ մասի 11 կետով։ Դուք չեք, հիմա գիտեք այդ կետը, մասսայական անկարգության կազմակերպչի կողմից սպանություն կատարելը կամ մասնակցի կողմից սպանություն կատարելը։ Ես էլ այդ սպանություն բառն եմ գրել։ Պարոն Ջանգիրյան, ոչ մեկը ձեր գիտելիք դերի վրա չի կասկածում։ Ես ուղղակի ուզում եմ առաջարկել, քանի որ ժամանակը սպառվեց, քանի որ հարցը տեղափոխվում է մյուս քառօրյա, խնդրում եմ ձեզ որպես հիմնական զեկուցող օրինագծի նախագծի ուրեմն հիմնական զեկուցող պարոն Հարությունյանին որպես հարակից զեկուցող եւ մյուս բոլոր ֆրակցիայի ղեկավարներին հանձինս Գալուստ Սահակյանին, որպեսզի այդ ժամանակահատվածում աշխատեք եւ ունենանք այդ հանձնաժողովի գաք համաձայնության։ Պարոն Ջանգիրյան, ձեզ խնդրում եմ մի քիչ դուք զիջման գնացեք, ինչքան որ հնարավոր է, որպեսզի մենք կարողանանք իրոք ստեղծել հանձնաժողով եւ աշխատել։ Չեք տեսնում ինչքան եմ զիջում։ Ոտի վրա արդեն մի քանի բան զիջել։